Սիրելի կանայք, ինձ մոտ մարտույթը մի քիչ շուտ է եկել եւ իհարկե հատկապես ինձ համար մեծ պատիվ է, երբ ես ծաղիկներ ստանում եմ սիրուն կանանցից։ Այս մի տեսակ այնպիսի 7-րդ երկինք է ինձ տանում, որի մասին չեմ էլ կարող նկարագրել։ Բայց իրականում այս ծաղկաշատ մարտիության միջոցառումը սպասվում է նաև բոլորիս, ինչի մասին է խոսքը մարտի 8-ից 9 Դիանա Աբգար այգում տեղի կունենա ծաղիկների փառատոն նվիրված կանանց միջազգային օրվան։ Այնպես որ այստեղ կարող եք անհավանական գեղեցիկ ծաղիկներ գտնել եւ տղամարդկանց ասել այս մասին ու իրենք չեն կարող պատճառ բռնել, որ ծաղիկ չկար հուսա։ Այս նախագծի մասին խոսելու ենք նախագծի ղեկավար Սվետա Ադամյան, վաճառքի եւ համագործակցությունների բաժնի ղեկավար Մարիամ Ուլիխանյան եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Նարինե Մարգարյանի հետ։ Բարի լույս կանայք։ Շնորհակալություն, որ իմ հյուրն եք։ Ձեզ արդեն հացրել է sense գեղեցիկ ծաղիկներ նվիրել, ոնց որ դուք ինձ։ Մեր ծաղիկների փառատոնին հուսով եմ մեզ շատ ծաղիկներ կնվիրեն։ Ես էլ եմ հուսով ու չեն ասի, դե նա դուք ունեք, էլ ձեզ չենք նվիրում։ Եկեք մանրամասնենք, ինչի որոշվեց այս տեսակ գեղեցիկ միջոցառում կազմակերպել ու արդյոք մեր հանրությունը ունի հետաքրքրություն ու սեր ծաղիկների նկատմամբ։ Իհարկե, աշխարհում ընդունված փառատոնը, ծաղիկների փառատոնը, շատ սիրուն փառատոն է, Հայաստանը չուներ ու շատ ափսոս որ չուներ ու մենք այդ հարցը լուծեցինք, այսպես ասած, սա արդեն մեր թվով 3-րդ միջոցառումն է հենց ծաղիկների փառատոնի մասով, շատ սիրուն միջոցառում է, ինքը իր մեջ ներառում է թե ծաղիկներ, թե բույսեր, թե ջերմոցային ծաղիկներ, տնային ծաղիկներ, այս ոլորտը Հայաստանում գնալով զարգանում է ու մենք հասկանում ենք, թե միջոցառման ընթացքում ինչպես ենք նաև ոլորտը զարգացնում, որովհետև շատերը գտնում են գործարար կապեր միմյանց միջև ու հասկանում ենք, թե ինչքան հանրությանն է այդ ամեն ինչը հետաքրքիր։ Մենք բոլորս շատ զարմացած էինք տեսնելով, թե հայ ազգը ինչքան է սիրում բույսեր, ինչքան հերթեր էին բույսերի տաղավարների մոտ եւ կանանց միջազգային օրը չէինք կարող բաց թողել եւ չունենալ ծաղիկների շատ գեղեցիկ, այո։ Ու որոշել եք ամեն տարի այս օրը դարձնել որպես ծաղիկների փառատոնի օր։ Այո, դառնում է տարեկան 2 անգամ, դա մարտի 8 եւ ապրիլի 7։ Այսինքն ապրիլի 7-ին էլ միջոցառումը կլինի։ 7, 6 եւ 7։ Բացի նրանից իհարկե որ այստեղ կլինեն կազմակերպությունների միջև, հա, ինչ որ կապեր, ինչի հնարավորություն կունենան քաղաքացիները, ովքեր կգան շրջելու։ Այստեղ կլինեն ինչ որ հատուկ ակցիաներ, զեղչեր, հա, այդպիսի բաներ մտածում եք, հատկապես մարքեթինգի բաժնի, այո։ Իրականում շատ հետաքրքիր բաներ է սպասվում առավոտից մինչև երեկո, շատ խիտ գրաֆիկ ենք ունենալու այգում, ձեզ այդտեղ սպասելու են գեղեցիկ ծաղկի սրահներ, որտեղից կկարողանան ծաղիկներ ձեռք բերել եւ ոչ միայն ծաղկի սրահներ, այլ նաեւ հայ հեղինակների ձեռագործ աշխատանքներ, որոնք յուրահատուկ տեսականի են եւ այդ օրը բացառիկ ցուցադրություն եւ վաճառք։ Ծաղիկներից պատրաստված։ Նաեւ եւ ոչ միայն հայ հեղինակների ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հետաքրքիր ինչ որ նվերներ կանանց եւ աղջիկների համար նորից։ Հայկական թեմատիկա է լինելու էլի զարդերը։ Այո, հայկական թեմատիկա համեմված ծաղիկներով կարելի է ասել։ Որ ժամին է մեկնարկելու։ Առավոտյան ժամը 10-ից երեկոյան ժամը 10-ը ունենալու ենք համերգային մեծ ծրագրեր, շատ հետաքրքիր անակնկալներ է սպասվելու, այսինքն առավոտից սկսելու նաև ազգային պարեր ենք ունենալու կեսօրից հետո, այդպես սովորելու ենք նաև ազգային պարել։ Այս առաջին անգամ է ոնց հասկացա, հա, որ լինում է այս փառատոնը, թե էլի եղել։ Ոչ, սա երրորդն է թվով, ինչպես նշեցի, այո, 2024 թվականին 2 անգամ ունեցել ենք միջոցառումը։ Էլի մարտի 8, ապրիլի 7։ Ապրիլի 7 եւ սեպտեմբերի 1 անցած տարի այդպես է եղել, մարտի 8-ը մի քիչ եղանակային պայմաններով դա մեզ թույլ չտվեց։ Միշտ տեղի է ունենում Դիանա Աբգար այգում, ինքը նույն ինքը նախկին Seasons, նախկին Malibu, Boulevard, ինչպես շատերը գիտեն, այսինքն դե այնտեղ հիմա շատ իրականում ինչ որ փոքր այնպես փառատոնային համերգային ծրագրերով միջոցառումներ են իրականացվում։ Աղջիկներ, իրականում եկեք հասկանանք, հա, սովորաբար այսօր ինչ որ տենդենց կա հակված լինելու, որ ավելավե գումարը տանք, ես մենք առավոտյան խոսում էինք Վահեի հետ, թե կանայք ինչ են նախընտրում գումար թե նվեր, իրենց համար այդ որն է ավելի, այսպես ասած, հա, սիրուն, ես ասացի, որ նվեր հաստատ, ոչ գումար, որովհետև շատ տաղտուկ է մի տեսակ, բայց ինչ է տալիս ծաղիկները կանանց, իրականում կան կանայք, ովքեր մտածում են մեծ գեղեցիկ ծաղկե փնջի փոխարեն ինձ տվեք գումար, ես կգնամ ուրիշ բան կգնեմ։
Իրականում մեր փառատոնի շրջանակներում տեսանք, թե այդ պահանջարկը ինչքան շատ էր ծաղիկների, շատ գեղեցիկ է հետևել, ոնց է տղամարդը գալիս ու գնում բազմաթիվ փնջեր իր ծնողի համար, կնոջ համար, աղջկա համար, ընկերների համար, այդ շատ գեղեցիկ է հետևել։ Իրականում ես ուզում եմ մտածել, որ ամեն դեպքում դեռ նվերներ ստանալը ակտուալ է ու ես պնդում էի, որ այդպես է, հուսամ դուք եք այդ համակարծիք։ Ծաղիկները այդ այն միջոցն է, որ կարելի է կանանց դրամատրության վրա իրոք ազդել։ Այս վերջերս համացանցում ես տեսա թաքնված տեսախցիկ էր դրված, ինչ են զգում կանայք, երբ ծաղիկներ են նվեր ստանում եւ երբ դա հատուկ արվում էր տղամարդկանց համար։ Հիմա բան եմ, էլի բարակում եմ տղամարդկանց, որ հնարավորինս ամենագեղեցիկ ծաղիկները գնեն։ Ինչեր տեղի ունեն, իրենք մտածում են, որ կանայք այս ծաղիկները այսպես ստացան, դրեցին ու գնացին, բայց ոչ, թաքնված տեսախցիկով երևում էր, այս կանայք ոնց էին գնում, գալիս հոտ քաշում, նկարում, հետո գրկում մի տեսակ այս ծաղիկները, թաքուն իհարկե։ Այսինքն թե ոնց են իրենք օրվա ընթացքում ապրում այդ գեղեցիկ ծաղիկների առկայությամբ, այդ երևի թե տեսնել էր պետք ու մարդիկ արեցին դա, որ տղամարդիկ հասկանան, որ ոչ, գումար պետք չի նախընտրել, պետք է, բայց այդ բերած ծաղիկները շատ ճաշակով են, հիմա ես կադրով նայում եմ, հասկանում եմ, որ ես արդեն ընտիր ճաշակով իմ ամենասիրելի տեսակը ծաղիկների ու գույնը ստացել եմ, հաջորդիվ ինչ պիտի լինի մարտի 8-ին, չգիտեմ։ Աղջիկներ, երբ անում ենք փառատոն, որը հատկապես կանանց է, կանանց համար է, բայց ոչ մեն, այստեղ գնորդներ եւ տղամարդիկ են։ Եկեք անցնենք բույսերին։ Առհասարակ կա ինչ-որ տենց մոնիտորինգ, թե որքան ժամանակ է, որ մեզ մոտ մեր իրականության մեջ անդադ, այսինքն բնակարանում պահվում են բույսեր եւ դա կամաց-կամաց ես մամայից տեսնելով հասկանում եմ, որ դա շատ ակտուալ է, բայց կար ժամանակ, որ առանձնապես բույսերը տանը տեղ չունեին այստեղ։ Իրականում բույսերի խնամքի մասին մենք ունենալու ենք վարպետաց դասեր։ Այգին այսպես ասած ինքը ծաղկաշատ է լինելու եւ բույսառատ, բայց ամեն ինչը բաժանված է լինելու զոնաների։ Այսինքն առանձին ունենք զոնայավորված բույսերի զոնա, ծաղկի սրահների զոնա, ջերմոցների զոնա եւ բույսերի զոնայում մենք ունենալու ենք վարպետաց դասեր, ցույց է տալու թե ինչպես պետք է հողը փոխել, ինչպես պետք է բույսը խնամել եւ այսպես ասած եւս լրացուցիչ գրագիտություն են տալիս, այն մարդկանց սիրում են բույսեր։ Նաև մենք ունենում ենք բույսերի փառատոներին սվոպ ասվածը, երբ որ գալիս են եւ բույսերի փոխանակում են անում, այսպիսի ծրագրեր ենք ունենում եւ ընդհանուր առմամբ մեր ծաղիկների փառատոնը մենք ուզում ենք մշտական դարձնել, նաև ապրիլի 6-ին եւ 7-ին է տեղի ունենալու։ Անցած տարի նույնպես ապրիլի 7-ին է տեղի ունեցել, նորից բույսերով ու ծաղիկներով լի փառատոն է լինելու։ Մի րոպե, փոխանակումը բույսերի չհասկացա, ինչ եք մտածել, ինչ եք անում։ Գոյություն ունի այդպիսի սվոպ ասված ծրագիր, երբ որ բերում են բույսերը եւ փոխանակում են։ Սա նախատեսված է ապրիլի 7-ի ծրագրերի համար, մենք մի փոքր առաջ ընկանք եւ բացահայտեցինք մեր ապրիլի 7-ի օրակարգը։ Այսինքն մարդիկ տան բույսը բերում է, տալիս է ձեզ, փոխվում է ուրիշ այլ բույսի հետ։ Դա աշխարհում ընդունված process է, հենց այդպես է կոչվում swap։ Այդ կարա լինի ամեն ինչի վերաբերյալ, հա, գրքերի մասով, բույսերի մասով, նկարչական նյութերի մասով, այսինքն նկարիչները կարող են բերել, նյութերը դնել, մյուսը վերցնել։ Այս դեպքում բույսերն են այդպես աշխատում, շատ հետաքրքիր են, այսինքն դու ունես մի բույսից մի քանի հատ, կամ այս բույսը չես կարողանում խնամել կամ իր հետ լեզու չգտար, բերում ես տեղում, փոխում ես մեկ այլ բույսի հետ։ Ինքը շատ հետաքրքիր process է, ապրիլի 7-ին նույնպես ունենալու ենք այդ գործընթացը։ Ու միշտ տանը ինչ ունենք։ Որովհետև իրականում կան բույսեր, որոնք չգիտեմ, այդ ոնց որ ասացիք, մարդ կա, ես լսում եմ մեկ-մեկ որ խոսում են կանայք, ասում են դե ինչ չսիրեց այս բույսը կամ չգիտեմ, գուցե տունը չսիրեց, հետո սկսում են տարբեր խորհուրդներ տալ, տանել այս կողմ, տանել այն կողմ, տանել տարբեր անկյուններ, որտեղ ինքն ավելի լավ կզգա, ես չգիտեմ դա որքանով է ճիշտ, որովհետև մենակ տեսնում եմ արդեն լավ խնամված ծաղկած վիճակում, որովհետև անդադ դրանով զբաղվում է մայրս, բայց իրականում կա այդպիսի բան, որ բույսը կարող է չսիրել այդ մարդուն կամ իր էներգիան եւ այդպես էլ յոլա չգնալ ասում է։ Իրականում մենք այս փառատոների ժամանակ սկսեցինք ինքներս նաև ոնց որ ներգրավել այդ process-ների մեջ ու գրագիտություն սովորել, հենց այդ վարպետաց դասերը ոնց որ դրանց են ուղղորդված, հա, մարդիկ սովորում են, որտեղ հասկացանք, որ կան շատ բուսասերներ, բայց մենք երևի թե չունենք տենց առանձին, հա, խմբակներ, որտեղ կարելի է դրան սովորել, այդ ինչ որ sense փորձի արդյունքում է։ Այս փառատոնը նաև դրա հնարավորությունն է տալիս։ Նախ բուսասերները իրար են սկսում ճանաչել, այդտեղ բազմաթիվ ընկերներ են հայտնվում եւ սովորում են իսկապես հենց այդ process-ներին, ոնց անել, որ բույսը սիրի կամ ոնց անել, որ ինքը աճի կամ չաճի։ Բայց մեր հանրությունը գրագետ է այդ առումով բույսեր պահելու եւ խնամելու, թե պարզապես պահում են, այնքանավոր ջրում են։
Կարծում եմ արդեն հիմա ոնց որ գնալով քիչ-քիչ այդ գրագիտությունը գալիս է, մենք էլ դե ինչով կարում օգնում ենք։ Հա, այս իրականում, որովհետև առանց բնության ես գովազդի ընթացքում էլ էինք խոսում, երևի թե մարդը ոչ մի կերպ չի կարողանում իրեն տեսնել, ու որքան էլ որ մենք հեռու ենք բնությունից եւ իրականում ինչ էլ չենք գնահատում եւ շատ վատ ենք վարվում բնության հետ, գոնե թե մեր հանրությունը այդ խնդրեմը ունի, բայց այնուամենայնիվ տարբեր բնակարաններ մտնելիս դու հասկանում ես, որ մարդը միևնույն է առանց բնության իրեն չի պատկերացնում եւ ինչ որ բույս բերել կամ ծառ, հա, փոքրիկ բերել եւ տանը խնամել, էդ էլի հենց այդ մասին է խոսում շատ հաճախ ասում են, որ մարդը անդադ ուզում է իրեն ենթագիտակցորեն մոտ պահել բնությանը, գոնե տանը տեսնել, որովհետեւ դա բացառիկ էսթետիկա է։ Չգիտեմ, ասում են իհարկե ովքեր որ պահում են, հետո գոնե ձեռք բերում են մեծ բնության հանդեպ, որ այնտեղ չախտոտեն, չկտրեն, չգիտեմ, փչացնեն, բայց մի քիչ ունենք այդ անտարբերությունը։ Հետաքրքիր է, երբ օրինակ, չգիտեմ, սա ձեր թեմայով է թե չէ, բայց արդեն կենտրոնում այս փոքրիկ գազոնապատ հատվածները, որտեղ շատ հաճախ օրինակ ես մի անգամ ուզում էի ծառ տնկել, ինքը չստացվեց իհարկե, բայց օրինակ ես չգիտեի, ես ինձ կարող եմ թույլ տալ, իրավունք ունեմ այդ հատվածում որոշել ծառ տնկել, թե չէ, շատ որ տարածքը կա։ Այսինքն հատկապես որ սա կենտրոնի մասին է։ Այս տեսակ ինֆորմացիա ունեք, օրինակ որոշեք, որ այնպիսի ակցիա կազմակերպեք, հետաքրքիր գեղեցիկ բույսեր լինեն, որոշեք, որ ինչ որ հատվածներում թեկուզ մեկ հատ ինչ որ բան տնկեք, որը կտա էսթետիկա, կա այսպիսի ակցիա։ Իրականում ունենք գաղափարները դեպի դրան գնացող, ծաղիկների փառատոնը գնալով ոնց որ արդեն մասշտաբ է հավաքում, ու սա մեզ թույլ է տալիս ավելի լայն միջոցառումներ իրականացնել։ Կան երկրներ, որտեղ ծաղիկների փառատոնը օրինակ տևում է 1 ամիս։ Ու դա թույլ է տալիս այդ 1 ամսվա շրջանակներում անել բազմաթիվ ակցիաներ, համայնքներում անել ակցիաներ։ Մեր մոտ մի քիչ ամեն ինչ կենտրոնացված է քաղաքի մասով, բայց մենք մտածում ենք այդ առումներով, որ այդ տեսակ ակցիաներ շատ քննարկում ենք տարբերակներ, թե մեր գործընկերների հետ ունենալու անպայման տեղակ կպահենք, հենց այդպիսի տարբերակ լինի, որպեսզի բոլորս միասին դա անենք, ոչ թե ուղղակի մեր թիմով։ Կարծում եմ շատ-շատերը կցանկանան միանալ այդ ամեն ինչը։ Բուսասերները շատ են։ Գնեն ու իրենց անունով։ Ես իմիջիայլոց հիշեցի, չգիտեմ, եղանակային պայմանների ձեռնելով է թե ոչ, այդ սեպտեմբեր ամսիներ Նիզ քաղաքում էի եւ 8 օր շարունակ երբ ես անընդհատ առիթ էի ունենում պտտվելու, այնտեղ կար մի հատված, որտեղ անընդհատ ամեն օր ես այդ նկատում էի, փոքր է, այսինքն կարողանում ես շրջել ու միշտ հայտնվել նույն տարածքում, այնտեղ այդ ծաղիկների երևի թե փառատոն էր, որովհետեւ անընդհատ հնչում էր ինչ որ երաժշտություն, եւ այդտեղ կային ոչ միայն ծաղիկներ, այլ նաեւ տարատեսակ բույսեր, փոքրիկ, մեծ, ծառեր, ու միշտ շատ մարդաշատ, այնտեղ կարելի էր խճճվել ուղակի։ Ես չգիտեմ, դա փառատոն էր, թե պարզապես տարածք, որտեղ միշտ վաճառում են, ինչով էր պայմանավորված, բայց վրացացիք 1 ամիս կարող է տևել, ըստ երևույթին կարող է լինել նաև այդ տարբերակը։ Եվ իրականում հանրություն էլ շատ էր այնտեղ, այսինքն հատկապես ավագ սերնդի մի քիչ պատկառելի տարիքի ներկայացուցիչները այլ ավելի շատ էին, ու ես տեսնում էի, թե ոնց են անընդհատ իրենք այդ տարաներով փոքրիկ այդ փնջերի շրջում գնում։ Հիմա եթե մենք խոսում ենք օրինակ քաղաքի ձևավորման մասին, բացի ծառերից, այն մարդիկ, ովքեր հատկապես անընդհատ բույսերի հետ են, ավելի լավ են պատկերացնում կամ գուցե պակասը գիտեն մեր քաղաքի, իրականում ունեք այդ տեսակ համագործակցություն թեկուզ քաղաքապետարանի հետ, օրինակ հասկանալու ինչքան իրավունք ունեք եւ չգիտեմ, օրինակ թիմը, ոչ թե արդեն մենակ այստեղ հանրությունը, այլ թիմը ձևավորի այդ տեսակ միջոցառում ամեն տարի, չգիտեմ երբ են տնկում, երբ է ճիշտ ժամանակը, ունենալու այդ տեսակ բույսերով ողողելու ու փոփոխելու ինչ որ X տարածքներ, կոնկրետ այգիներ գուցե։ Մենք փառատոներ ենք կազմակերպություն ենք եւ տարբեր փառատոներ ենք կազմակերպում, ասենց ասած մեր ապագա ծրագրերի մեջ մտնում է ծառատունկի փառատոն կազմակերպելը եւ ուզում ենք նույնիսկ բուսաբանական այգու հետ համագործակցել, բայց սա ոնց որ մի քիչ ավելի ապագա ծրագրերից է, դրա համար չեմ կարող այսպես շատ լայն։ Այսինքն բուսաբանականում տնկել, ինչով հետ կազմակերպել, բայց դեռ ասենց ասած ինքը մտքերը կան, բայց դեռ ափսոս որ մենակ մտքեր են, որովհետև ժողովրդի ընթացքում այնքան ծառ է հատվել մեր քաղաքում, որ ես կարծում եմ շատ արագ պիտի այդ մտքերը փորձեք իրականություն դարձնել, որովհետև տեղից որ մենք այդ մեր սաղարթախիտ մի քիչ Երևանը շատ ենք տկլորացրել, չորացրել, եղանակային պայմաններն էլ մեզ մոտ դե գիտենք որ չոր է, փոշոտ է, ինչ-ինչ պատճառներից ելնելով էլ, ասում եմ հուսանք կդադարի, բայց իրականում շատ ունենք այդ ծառերի պակասը եւ գրագետ ծառերի, որովհետեւ բարբերաբար երբ տնկվում է կտրվածների փոխարեն դեկորատիվ ծառեր, այդ հասկանում ենք որ իրենք
իրենց նպատակին միևնույն է չեն ծառայելու։ Նախ իրենց այդտեղ կոմֆորտ չի, ես վստահ եմ, այդ արևի տակ խեղճ ու կրակ մի հոգի մի խեղճ ծառ կանգնած եւ գումարած դրան, երբ առիթ եմ ունեցել խոսելու բնապահպանների հետ, իրենք ասում են, որ կան ճիշտ սանիտարական ծառեր, ճիշտ տարածքում տնկվելու, որովհետև ամեն մեկը կոնկրետ գործառույթ ունի անելու այդ ծառը հետ։ Ինքնանպատակ չի, որովհետև այն մեկի տերևներն են դուրս գալի, այն մեկի բարձրությունը։ Իրականում դե վստահ եմ, որ դուք ավելի գրագետ եք իմանալու այդ ինֆորմացիան, բայց ասում եմ մի քիչ արագ արեք էլի ինչ որ մեղք ենք։ Տեսեք, հենց այս տեսակ միջոցառումները դրա համար են։ Սա ուղղակի գեղեցիկ միջոցառում չի քաղաքի համար, հա, բացի գեղեցիկ միջոցառում լինելուց, ինքը հենց ոնց որ դրա մասին է, որ այդ ոլորտի մարդիկ սկսում են հավաքվել ու դառնալ կոմյունիտի, հա, այսպես ասած։ Այսինքն մենք ունենք անգամ ներքին չաթեր, հա, բոլոր մասնակիցներով այդ ովքեր որ մասնակցում են, ու այս ամիջի շրջանակներում գնում է քննարկումներ։ Այս հենց դրան է բերում, երբ որ դու ուղղակի մենակ ես ուզում դա անել ու իսկ եթե այս դեպքում ունես քո շուրջ հավաքված այսքան մասնագետներ ու գործընկերներ, ես օրինակ մասնագետ չեմ, կարող եմ այդքանը չհասկանալ, բայց ես ամեն դեպքում ունեմ այդ հնարավորությունը իրանց բոլորին միասին մեկ տեղում հավաքել։ Ընդհանուր մեր փառատոնների մասով կան տենց մի քանի միսիաներ կարևոր, որոնք որ մենք օգնում ենք իրականացնել։ Դրանցից մեկը օրինակ նույն ձեռագործ իրերով, հա, զբաղվող մեր հայ հեղինակներին տալ նոր հարթակներ, բույսերով զբաղվող թեկուզ տանը բույսեր աճացնող անհատին տալ հնարավորություն դուրս գալ հարթակ ու ցույց տալ թե ինչ բույսեր կարան լինեն կամ ոնց դա խնամել։ Մոտիվացնել իրենց շարունակել այդ ամեն ինչով զբաղվել։ Այսինքն, եթե մենք այսօր մենակ խոշոր ընկերությունները չեն մեր հետ մասնակցում, մենք հենց ավելի շատ հնարավորություն ենք տալիս նրանք, ովքեր անհատներ են ու նոր ուզում են փորձել զբաղվել այս ամեն ինչով։ Իսկ սա մեզ հնարավորություն է տալիս այդքան մտքեր հավաքել միասին ու անել ավելի մեծ գործեր։ Այո, իրականում այդ տիրույթում հայտնվել ու տեսնել միանգամից տարբեր կողմերից ինֆորմացված ու հնարավորություններով մարդիկ, պարզա այդ ամեն ինչ ավելի հեշտ կլինի ձեզ համար կարգավորել։ Իրականում, եթե մենք խոսենք մեր տարածաշրջանի կլիմական պայմաններից եւ բույսերի աճեցման կամ տանը բույսեր պահելուց, մենք ունենք սահմանափակումներ, որ ենթադրենք կան որոշակի բույսեր, որոնք ոչ մի կերպ իրենց լավ չեն զգում Հայաստանում։ Այսինքն բնականաբար կլինի, մի քիչ մասնագետները ավելի ճիշտ դրանք ասեն, բնականաբար կլինի, բայց նաև հետաքրքիր է, որ մենք էլ ունենք մեր բույսերը, այսինքն մեր լեռնաշխարհին հատուկ։ Այսպես sense անուններով հստակ դժվար կկարողանամ հիմա ասել, բայց ես միշտ մտածում եմ նրա մասին, որ մենք կարող ենք նաև հետագայում տուրիստների համար հետաքրքիր լինենք որպես ծաղիկների փառատոն։ Այսինքն գրավենք տուրիստներին, թե ինչ տեսակ ծաղիկներ մենք ունենք մեր լեռնաշխարհում, այսինքն ինչ մենք կարող ենք ներկայացնել, ինչ բույսեր մենք կարող ենք տալ։ Ու դրա համար այս փառատոնը եւս նաեւ այդ տեսակ հարց կարող է լուծել տուրիստների մասով հետաքրքրել իրենց։ Ես ոնց հասկացա, մտքերը շատ են մնում, այս բոլորի իրականություն դառնա, որովհետեւ տարբեր ոլորտներում ունեք ինչ որ հետաքրքիր գաղափարներ մեծացնելու։ Խնդրեմ։ Բացի դրանից, ոնց որ ծաղիկների փառատոնը յուրաքանչյուր տաղավար ինդիվիդուալ ձևով է մոտենում, յուրատուկ ձևով ինքը ներկայացում է, այսինքն ինքը ոչ միայն լինում է խանութ, սրահի կամ կրպակի նման վայր, այդ տվյալ օրը ակցիաներ է իրականացնում, տվյալ օրը հետաքրքիր մատուցում է ցույց տալիս։ Մենք փառատոնային շրջանակները, այսպես ասած, զարգացնում ենք ամբողջ Հայաստանի համար, ինչպես Վետա նշեց, տուրիստների համար, որպեսզի այս ամեն ինչը մտնի մարդկանց մեջ եւ նրանք հասկանան, թե ինչ գեղեցիկ ֆորմատ է այն վերցնում իր վրա։ Ու ամեն փառատոնին մենք ինդիվիդուալ ձևով ենք էլի մոտենում, համերգներ ենք ունենում, համերգային ծրագրեր ենք ունենում, մրցույթներ ենք ունենում ու շոու ծրագրեր ենք ունենում, մարտի 8-ին էլ եւ 9-ին էլ այս ամեն ինչը ունենք, այնպես որ կարող եք համենալ։ Այսինքն մեր երկիշներին կարող ենք տեսնել։ Այո, նաև այո այդ օրերին ու իրականում շատ սկսեց սիրվել այս փառատոնները մարդկանց կողմից։ Ու ես զգացել եմ, երբ որ անում ենք այն ամենասկզբից ու անում ենք հիմա, որ արդեն ինչ որ տարի, մեկ տարի անց, ես զգացել եմ, որ մարդիկ սպասում են։ Սպասում են ու սիրում են։ Ես որ արդեն շատ սիրում են ու սկսել է մարդկանց մեջ այդ մշակույթը ձևավորվել, զարգացնել փոքր ընկերություն, ձեռագործ ընկերություններին ու հենց մենք պետք է օգնենք, բնականաբար բոլորս, գնելով, օգնելով, ոգևորելով տվյալ ընկերություններին, ովքեր որ նոր են սկսում, որպեսզի իրենք զարգանան, որտեղ հավատացնում եմ շատ հրաշք հեղինակներ ունենք, որոնք հայկական ներկայացնում են։ Որոնք մենք առատ կունենանք ճանաչելու փաստորեն այդ օրը։ Ու շատ հեղինակներ իրականում մեր փառատոնների հետ են աճել, այսպես ասած, իրենք եղել են անհատներ, ովքեր ուղղակի ձեռագործ տեխնիկ է եղել կամ փոքր բույսեր են աճեցրել, իսկ հիմա արդեն ունեն ինչ-որ խանութ սրահներ, բացում են նոր խանութներ, ունեն իրենց վիզիտկաներ, ունեն իրենց լոգոն, բրենդավորված են արդեն, բայց ամեն ինչը ամեն փառատոնի շրջանակներում ցենց քիչ-քիչ աճում են իրենք մեզ հետ։
ու այդ մեզ ոգևորում է Բնականաբար։ բավականին շատ։ Վստահ եմ թվում են մարդիկ ովքեր կգան եւ այդ էսթետիկայի մեջ կվայելեն, կօգտվեն, ինչու՞ չէ, դա իրենց կոգևորի։ Ես առհասարակ միշտ ասում եմ, որ գարնան ընթരാճ ամռան ամբողջ ընթացքում երբ լինում են այնպիսի փառատոններ, որոնք առիթ ունենք, հա, բացօթյա տիրույթում ներկայացնելու, այդ ամենը շատ է փոխում մեր քաղաքի էներգիան։ Եվ այդ տարածքում հայտնված մարդիկ դու հասկանում ես, որ անդադ մենք ինչ-որ գաղջի մեջ ենք լարված եւ այլն, այս տեսակ փառատոնները երբ արդյոք ես ունենում հայտնվելու այդ տարածքում ու տեսնելու մարդկանց էներգիան, աչքերը, փոփոխված տրամադրությունը, դու հասկանում ես, որ մեզ շատ է պակասում այս տեսակ փառատոններ, որովհետեւ եթե մենք այլ ծաղկի փառատոն կարող է լինել, չգիտեմ, ինչի ասես անդրադառնում ենք մշակութային ամենատարբեր թեմաներին, բայց այս բացօթյա գեղեցկությունը, երաժշտություն, ծաղիկ այս դեպքում հետո կարող է լինել ամենատարբեր մասշտաբի հա փառատոններ, իրենք անընդհատ փոխում են մարդու էներգիան։ Ու ես հուսամ, որ այս գարնան վերածննդին ընթരാճ արդեն մեկնարկը տալիս է գեղեցիկ երաժշտությամբ, սիրելի դեմքերով, ոնց հասկացա, որոնք առիթ կունենան այնտեղ հանդես գալու ծաղիկներով եւ առասարակ ներկայացնելով հայկական արտադրության հետաքրքիր ձեռագործ արտադրություն, այս ճանաչելով եւ այդ մտնոլորտում լինելով մի քիչ կփոխվի նաեւ այն ամբողջ պատկերը մեր հանրության, որ կա։ Այնպես որ ինչքան շատ անեք, այնքան լավ, ապրիլի 7-ին զգում ենք։ Մենք լինելով այդտեղ տեսնում ենք այդ փայլուն աչքերը, այդ մեր համար ամենակարևորն է։ Անկամ մի միջոցառում ունենք, սենց մեծ կտավի վրա մատնահետքերով ծաղիկներ ենք նկարում բոլորս, բոլոր այցելուները կարող են մոտենալ ու նկարել։ Այդ ընթացքում դու տեսնում ես ոնց են փայլում մարդու աչքերը, երբ որ ուղղակի ինքն ինչ-որ ներկով ծաղիկ է ստանում, հա, մատնահետքով։ ասում ինչքան քիչ բանը պետք մարդուն երջանիկ լինելու։ Մենք իսկապես զգում ենք այդ տրամադրությունը ու բոլորին հրավիրում ենք, ձեզ նույնպես շատ ուրախ կլինենք տեսնել, որովհետև այդ իսկապես շատ սիրուն տրամադրություն է քաղաքի կենտրոնում, հատկապես տոնական օրը, մենք էլ ունենք լիքը ակցիաներ, հետաքրքիր միջոցառումներ, ծաղիկներ նվիրելու շատ մեծ սովորություն ունենք բոլորս։ Այնպես որ բոլորին սպասում ենք շատ։ Դուք նենց եք գայթակղել, որ ես ասում եմ, ինչ մարտիութ, ինչ բան։ Մենք անմիջապես գալիս ենք մարտիութը անցկացնելու հենց այդտեղ։ Սպասում ենք։ Ես շատ շնորհակալ եմ, որ իմ հյուրն էիք եւ առհասարակ ասում եմ, վաղ առավոտից ինձ տրվեց հնարավորություն փայլելու այս գեղեցիկ ծաղիկներով, հատկապես գեղեցիկ 3 ծաղիկների կողմից։ Ամբողջ օրը փոխվում է ընդամենը մի գույնով։ Եվ իրականում վստահեցնում եմ ձեզ, եթե հատկապես դա անում է սիրելի մարդը, ոնց է փոխվում մարդու գույնը, տեսակը, ձևը, ամբողջ օրվա չէ։ Ընթացքում էլ դրա համար միայն մարտիութին չէ, ինչպես Վահեն էր ասում, պետք է ծաղիկներ նվիրել, այլ նաև ողջ օրվա ընթացքում, երբ կլինի այդ տեսակ տրամադրություն, դուք հաստատ մի ծաղկով կարող եք մի ամբողջ հոգեվիճակ փոխել, իսկ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի այդ գեղեցիկ տրամադրությունը փոխանցեն ձեզ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մեր եթերում գովազդ կշարունակենք։